Այս պահի դրությամբ մեր այդ կոչը ուղերձը, որ տարածել էինք, միայն մի տեղից ենք ստացել արձագանք, դա դոկ կուսակցությունն է, ինչ զարգացում կունենա մենք դեռ կտեսնենք, որովհետև ԱԻՄ-ը հենց այս պահին քննարկում է, ԱԻՄ նախագահությունը, երբ ես դες հետ խոսում եմ, այդ հարցը քննարկվում է, իրենք առաջարկեցին շատ բարձր մոտեցում, հանուն հայրենիքի, հանուն ազգային բարձր նպատակների, իրենք ասում են, որ իրենք պատրաստ են նախկինում ունեցած բոլոր ճիշտ կամ սխալ հարցերը անտեսել դնել մի կողմ եւ հանուն այդ բարձր գաղափարի համագործակցել։ Հիմա մենք էլ պիտի մեր դիրքը հայտարարենք, դեռ բանակցությունների ընթացքում ենք, կան ուրիշ քաղաքական կազմակերպություններ, 16 քաղաքական ուժ կա, որ ասել են ժամանակին, որ իրենք կողմ են բացարձակ ժողովրդավարությանը, բայց խնդիրը մենք այսպես ենք չէ դնում, ոչ միայն պիտի կողմ լինես այդ բարձր սկզբունքային եւ իրավական տեսակետից անթերի գաղափարին, այլ նաև պիտի քո ծրագրերում դա հայտարարես առաջնահերթություն։ Ես կուզեի մի խոսքով ասել միայն, որ առաջնահերթություն հայտարարելու գաղափարը կապված է այն բանի հետ, որ դա լուծում է մյուս բոլոր հարցերը, դա համադարման է։ Ուրեմն եթե օրինակի համար եմ ասում, դեմոկրատական կուսակցությունը, նախկին քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունը, ՍԻՄ-ը, այն կազմակերպությունները, որ ժամանակին այս հարցում մեզ հետ համախոհ են եղել, նորացված կոմունիստական կուսակցությունը, Համերաշխություն կուսակցությունը, Սուրեն Սուրենյանցի կուսակցությունը, Տիգրան Խզմարյանի կուսակցությունը, առանձին եմ ասում։ Այդ ամբողջ փունջը, Արթուր Բալոյանը, եթե նրանք ուզենան նույնպես այդ իրենց ծրագրում դա առաջնահերթություն համարել, նրանք դառնում են մեր պոտենցիալ դաշնակիցը եւ դուք կունենաք իսկապես հաղթական թիմ։ Պարոն Հայրիկյան, այսինքն հնարավոր է առաջիկայում դոկ կուսակցության հետ ընտրություններին մասնակցել, ճիշտ հասկացանք, բանակցությունների փուլում եք, վերջնական չկա որոշում չմասնակցելու վերաբերյալ։ Մեր սկզբունքը ավելի պարզ է, քան որևէ անհատի նշելը, որևէ խմբի նշելը։ Մեզ մոտ այսպես մոտեցում այսպես է, ով որ այսօր այ Նիկոլ Փաշինյանը, եթե իջնի ասի ներողություն, որ միջև հիմա թերացել եմ, այս պահից ընդունում եմ ձեր բացարձակ ժողովրդավարության գաղափարը, ես ով եմ, որ ասեմ չէ։ Մենք սկզբունք ենք ազդարարել, ով որ կընդունի հիմնարար լուծման գաղափարը, բացարձակ ժողովրդավարություն առաջնահերթ հարց, որը նշանակում է մի քանի ամիս հետո նոր ընտրություններ։ Դա նշանակում է այս ընտրությանը գնում ենք, ընդունում ենք նոր սահմանադրություն ընդունելուց հետո վարչապետը առանձին է ընտրվում 2 տարով, պարլամենտը առանձին է ընտրվում 2 տարով եւ այլն եւ այլն։ Այնպես որ բոլոր այն քաղաքական ուժերը, նույնիսկ նրանք, որ մեր մասին շատ վատ գնահատականներ են տվել, այդ բոլորը պարտավոր ենք մոռանալ։ Դոկ կուսակցության շտաբի պետը ուղղակի առաջարկեց, ասում է բարձր կանգնենք այդ բոլոր հարցերից, այսինքն ասում եմ մի բան, որով ես ամբողջ կյանքում ապրել եմ։ Եվ ինձ համար կարևոր չի հայ մարդ է, պատրաստակամություն հայտնել երկիրը դարձնել քաղաքացիների սեփականությունը, դրանից կարևոր խնդիր մենք չունենք։ Իսկ քննարկվում վարչապետի թեկնածունով կլինի, եթե համատեղ որոշեք մասնակցել։ Կարող եք պատկերացնել, որ այն քաղաքական ուժը, որ ասում է ես ընդհանրապես այս խուժան ընտրություններին չեմ մասնակցելու, կարող եք պատկերացնել, որ հանկարծ այդ կուսակցությունը, այդ քաղաքական ուժը ասել, մենք ուզում ենք, որ էսի չմարդը լինի թեկնածուն, մենք ասենք, ուզում ենք, որ դուք լինեք։ Մեզ համար նշանակություն չունի։ Կարևորը որ դուք կամ որևէ մեկը, որ այս գործընթացի մեջ է, ընդունի, որ բացարձակ ժողովրդավարության սահմանադրության նախագիծը առաջնահերթություն է, եւ դրանից հետո ով էլ լինի վարչապետը, նա կլինի վերահսկողության տակ։ Ով էլ լինի ազգային ժողովի նախագահը, նա կլինի։ Ես մեծ մարդ եմ, երկրորդ չեմ ուզում գնդակահարվել եւս մեկ անգամ, տվել եմ գաղափարը, սիրում եմ 8 ժամ քնել, իսկ վարչապետը պիտի գոնե պատրաստ լինի 6 ժամ քնել։ Ես սիրում եմ մի քիչ քնել հիմա։